Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, ես փաստաբան չեմ հանդիսանում, պարզապես ես ուսումնասիրել եմ օրենքները, գիտեմ օրենքները եւ պաշտպանում եմ իմ իրավունքները օրենքի շրջանակներում։ Ուրեմն հանրությանը տեղեկացնում եմ, որ կենթանասեր Հրանտ Դավոյանը դատի է տվել Էրիկ Եղինյանից եւ իբր թե Հրանտ Դավոյանին հոմոսեքսուալ անվանելու համար Հրանտ Դավոյանը դատանից պահանջում է Էրիկ Եղինյանիցս հօգուտ իրեն բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանին ուղղված բազմաթիվ հարցեր ունեմ եւ իմ հարցերի պատասխանները Էրիկ Եղինյանս ակնկալում եմ ստանալ Հրանտ Դավոյանից։ Ուստի Էրիկ Եղինյանս առաջիկայում դատանին կմիջնորդեմ, որպեսզի դատարանը Հրանտ Դավոյանին վկայի կարգավիճակով հրավիրի դատարան, որպես վկա հարցաքննվելու համար, որի ժամանակ Հրանտ Դավոյանը կնախազգուշացվի ակնհայտ սուտ ցուցմունք տալու եւ Էրիկ Եղինյանից հարցերին պատասխանելուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դավոյանից պահանջել դատարան ներկայացնել Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված Facebook-ից տպված սկրինների բնօրինակները։ Հետաքրքիր է Հրանտ Դավոյանը ինչպես պետք է դատարանին ներկայացնի դատարանի կողմից պահանջված գոյություն չունեցող սկրինների բնօրինակները։ Իսկ դատարանի պահանջած սկրինների բնօրինակները Հրանտ Դավոյանի կողմից դատարանին չներկայացնելու դեպքում դա միանշանակ հիմք է հանդիսանալու ամբողջությամբ մերժել Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ ներկայացված ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայլը։ Իսկ Հրանտ Դավոյանի կողմից դատարանի պահանջած սկրինների բնօրինակները դատարանին չներկայացնելու եւ Հրանտ Դավոյանի կողմից դատարանի որոշման պահանջները չկատարելու դեպքում Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանի դեմ քրեական օրենսգրքի 507 հոդվածով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ազգային անվտանգության ծառայություն։ Եթե դատարանում կպարզվի, որ Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված նոտարի կողմից չվավերացված փաստաթղթերը կեղծ են, ապա դա կնշանակի, որ Հրանտ Դավոյանը զբաղվում է դրամաշորթությամբ եւ նոտարի կողմից չվավերացված կեղծ փաստաթղթեր դատարան ներկայացնելու միջոցով Հրանտ Դավոյանը դիտավորություն ունի հասնել այն բանին, որպեսզի Էրիկ Եղինյանիցս հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձվի 1.5 միլիոն դրամ։ Քանի որ Հրանտ Դավոյանի կողմից դատարանի ներկայացված անհայտ ծագման սկրինները նախապես վավերացված չեն եղել նոտարի կողմից, ուստի ողջամտորեն ակնհայտ է, որ դատարանն անշուշտ մերժելու է Հրանտ Դավոյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայլը։ Հրանտ Դավոյանի հայցը մերժվելու պարագայում պետական տուրքի գումարները, փորձաքննության ծախսերը, Էրիկ Եղինյանից փաստաբանի վարձատրության գումարները եւ մնացած բոլոր դատական ծախսերը բռնագանձվելու են Հրանտ Դավոյանից։ Հրանտ Դավոյանը Էրիկ Եղինյանիցս 1.5 միլիոն դրամ բռնագանձելու ակնկալիքով արդեն իսկ բավականին շատ գումարներ է ներդրել, մինչդեռ Հրանտ Դավոյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայլը մերժվելու պարագայում Հրանտ Դավոյանը զգալի ֆինանսական կորուստներ է ունենալու։ Հրանտ Դավոյանին առնչվող այդ դատական գործի հանգուցալուծումը շուտով կլինի եւ առաջիկայում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն անշուշտ վճիռ կկայացնի ամբողջությամբ մերժել Հրանտ Դավոյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայլը։ Հրանտ Դավոյանի փաստարկները բավականին թույլ են, հեղեղուկ են եւ առարկայազուրկ են, հետեւաբար ողջամտորեն ակնհայտ է, որ դատարանն անշուշտ մերժելու է Հրանտ Դավոյանի առարկայազոր քայլը։ Էրիկ Եղինյանս իմ զորեղ փաստարկներով դատարանում կջախջախեմ թե Հրանտ Դավոյանի եւ թե վերջինիս փաստաբանի առարկայազուրկ փաստարկները։ Դա Էրիկ Եղինյանից համար արդեն սկզբունքային հարց է։ Շատ անձինք են Էրիկ Եղինյանից իրավական դաշտում մարտահրավեր նետել եւ շատ անձինք են Էրիկ Եղինյանից հետ մտել իրավաբանական պայքարի մեջ, սակայն ի դժբախտություն որոշ մարդկանց Էրիկ Եղինյանս իմ ողջախոհության եւ խորաթափանցության շնորհիվ միշտ հակադարձել եւ հակազդել եմ իմ դեմ ուղղված քողարկված եւ նենգամիտ քայլերին։ Այն անձինք, ովքեր իրավաբանական պայքարի մեջ են մտել Էրիկ Եղինյանից հետ, դատարաններում իմ զորեղ փաստարկներով Էրիկ Եղինյանս գրեթե միշտ ջախջախել եմ իմ դատավարական հակառակորդներին։ Հավելեմ նաև, որ Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ ներկայացված ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայլը դատարանի կողմից մերժվելուց հետո Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ դատարան ակնհայտ անհիմն հայց ներկայացնելու եւ այդ հանգամանքով պայմանավորված Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից զրպարտելու կապակցությամբ առաջիկայում Էրիկ Եղինյանս զրպարտության հայցով դատի եմ տալու Հրանտ Դավոյանին, Հրանտ Դավոյանից հօգուտ Էրիկ Եղինյանից 6 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով։
Հրանտ Դավոյանից բռնագանձվելիք այդ 6 միլիոն դրամը Էրիկ Եղինյանս ներդնելու եմ անտուն փիսիկների խնամքն ապահովելու համար։ Բոլոր կենթանասերներին կոչ եմ անում գալ Վանաձոր քաղաքի դատարան եւ դատանի դահլիճում ներկա գտնվել Հրանտ Դավոյանի վերաբերյալ տեղի ունեցող դատական նիստերին։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանի դեմ բողոք եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հրանտ Դավոյանի կողմից ենթադրյալ կեղծ փաստաթղթեր դատանին ներկայացնելու միջոցով խարդախության եւ դրամաշորթության եղանակով Էրիկ Եղինյանիցս 1.5 միլիոն դրամ բռնագանձելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Էրիկ Եղինյանից կողմից Հրանտ Դավոյանի դեմ դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Տարոն Թաթևոսյանը ամբողջությամբ բավարարել է Էրիկ Եղինյանից փաստարկված բողոքը եւ դատարանը Լոռու մարզի դատախազությանն ու Լոռու մարզի քննչական վարչությանը պարտավորեցրել է Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ ենթադրյալ խարդախության փորձ կատարելու եւ Հրանտ Դավոյանի կողմից դատարանին ենթադրաբար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստի առթիվ Հրանտ Դավոյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։ Այսպիսով Էրիկ Եղինյանս իմ զորեղ փաստարկներով դատարանում ջախջախել եմ Հրանտ Դավոյանի շահերը պաշտպանող դատախազի եւ քննիչի առարկայազուրկ փաստարկները։ Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ դատարան ներկայացված ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ քախայցը դատարանի կողմից մերժվելուց հետո դա միանշանակ հիմք կհանդիսանա, որ Հրանտ Դավոյանի կողմից դատարանին նոտարի կողմից չվավերացված ենթադրաբար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եւ Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ ենթադրաբար խարդախության փորձ կատարելու փաստի առթիվ Հրանտ Դավոյանի նկատմամբ նախաձեռնվի քրեական վարույթ։ Էրիկ Եղինյանից կողմից Հրանտ Դավոյանի դեմ դատարան ներկայացված բողոքը բավարարելու մասին դատանի կողմից կայացված վերը հիշատակված որոշումը հրապարակում եմ հենց հիմա։ Ցանկության դեպքում դուք կարող եք սկրինշոտ անել դատարանի այս որոշումը, որպեսզի հետո ավելի հեշտությամբ ընթերցեք։ Դատանի որոշումը բաղկացած է ընդհանուր 13 էջից։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։